Գոյամարտ սերիալի մեկնարկը տրված է ընդամենը 4 օր ու հեռուստադիտողները կդիտեն ամենառեյթինգային, ամենաքննարկվող ու ամենադիտարժան նախագծերից մեկը։ Բազմահազար հետևորդներ, հեռուստադիտողներ անհամբերությամբ սպասում են այն պահին, երբ սերիալը եթեր կհեռարձակվի։ Այս սերիալում արդեն հեռուստադիտողներին հետաքրքրում է, թե ինչ սիրային զույգ է լինելու և արդյոք այս սիրային զույգն այնքան սիրվելու է, որքան «Վերջին զանգը» հեռուստասերիալում։ Եվ հիմա այս թեման ամենաինտրիգայիններից մեկն է։ Եթե սերիալում վերջնականապես չհայտնվի կամ երկար ժամանակ պահվի գաղտնի գլխավոր հերոսուհուն, ապա հեռուստադիտողներին իսկապես հաճելի և անսպասելի անակնկալ է սպասվում։ Ըստ արդեն շրջանառվող տեղեկությունների և դիտարկումների, սիրային զույգ կարող են դառնալ Անի Մեհրաբյանի և Լևոն Մկրտչյանի մարմնավորած կերպարները։ Այս հանգամանքը հատկապես հետաքրքիր է այն պատճառով, որ նույն դերասանները Դիանա Գրիգորյանի նախորդ ռեյտինգային նախագծերում «Վերջին զանգը» սերիալում մարմնավորում էին քույր ու եղբոր կերպարներ։ Իսկ այստեղ նրանք մեծացել են տարբեր ընտանիքներում, այն էլ հակառակորդ ընտանիքներում, իսկ հեռուստասերիալում ամեն ինչ հնարավոր է։ Որպես գլխավոր հերոսուհի հավանաբար հանդես է գալիս Անի Մեհրաբյանը, իսկ գլխավոր հերոս Լևոն Մկրտչյանը, իսկ դա նշանակում է, որ նրանք հաստատ մարմնավորելու են սիրային զույգի, իհարկե, եթե մինչ հեռուստասերիալի սկիզբը հետաքրքիր, անակնկալ կերպով չհայտնվի գլխավոր հերոսուհին։ Հեռուստադիտողների համար սա լինելու է լրիվ նոր ընկալում, նույն դերասաններին տեսնել լրիվ այլ հարաբերությունների մեջ, լրիվ այլ էմոցիոնալ դաշտում։ Դիանա Գրիգորյանին հատուկ ձեռագրով սիրային գիծ այստեղ հաստատ պարզ ու միանշանակ չի լինելու։ Ամենայն հավանականությամբ խոսքը լինելու է բարդ, ցավոտ և փորձություններով լի սիրո մասին, որը ձևավորվում է կյանքի կոշտ պայմանների մեջ։ Ինչպես արդեն նշեցինք, նրանք մեծանում են հակառակորդ ընտանիքներում։ Անի Մեհրաբյանը հավանաբար մարմնավորելու է Կարեն Հովհաննիսյանի կերպարի դստերը։ Գոյամարտում սերը, ինչպես պայքարը, լինելու է փորձություն, երբեմն փրկող, երբեմն էլ կործանարար։ Անի Մեհրաբյանի կերպարը, դատելով նրա նախորդ դերերից, լինելու է հուզականորեն հարուստ, ներքին պայքար ունեցող, գուցե մի փոքր կոտրված, բայց ուժեղ աղջկա կերպար, իսկ Լևոն Մկրտչյանի մարմնավորած հերոսը, կապված լինելով բռնցքամարտի ու պայքարի աշխարհի հետ, լինելու է մարդ, ով սովոր է ցավին, բայց դժվար է բացվում զգացմունքների առջև։ Այս հակադրությունը կարող է ստեղծել շատ հետաքրքիր և լարված սիրային դինամիկա։ Նրանց հարաբերությունը կարող է բախվել բազմաթիվ խոչընդոտների՝ ընտանիք, անցյալ, փող, վտանգներ, մուտքգործարքներ և կյանքին սպառնացող իրավիճակներ։ Եվ հենց այստեղ է, որ Գոյամարտի սիրային գիծը դուրս է գալիս սովորական ռոմանտիկ շրջանակներից և դառնում Գոյամարտի մի մաս։ Հեռուստադիտողներին սպասվում են շատ հետաքրքիր մանրամասներ, անսպասելի շրջադարձեր և իհարկե հուզիչ տեսարաններ, սեր, որը ծնվում է վտանգի մեջ, երբ ամեն օրը կարող է լինել վերջինը, սեր, որը կամ ուժ է տալիս պայքարելու, կամ դառնում է ամենամեծ թուլությունը։ Մի բան արդեն ակնհայտ է, եթե Անի Մեհրաբյանի և Լևոն Մկրտչյանի կերպարներն իսկապես ձևավորվեն որպես սիրային զույգ, ապա Գոյամարտը կստանա ևս մեկ ուժեղ գիծ, որը կապելու է հեռուստադիտողին էկրանին ոչ պակաս, քան ռինգում մղվող մարտերը։ Իսկ ամենահետաքրքիր բացահայտումները, ինչպես միշտ, դեռ առջևում են։ Իսկ մինչ կբացահայտենք ձեզ համար շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Դե ինչ, հունվարի 26-ին սպասենք Գոյամարտի առաջին սերիային, որին, համոզված եմ, սպասում են բազմահազարանոց հետևորդներ ու հեռուստադիտողներ։ Բաց չթողնեք հեռուստասերիալի և ոչ մի սերիա, քանի որ այս հեռուստասերիալը լինելու է էլ ավելի դիտարժան, էլ ավելի հետաքրքիր ու էլ ավելի քննարկվող։ Այս հնարավոր սիրային գիծը Գոյամարտում կարող է դառնալ սերիալի ամենազգացմունքային առանցքներից մեկը։ Դիանա Գրիգորյանի սերիալներում սերը երբեք պարզապես գեղեցիկ պատմություն չէ։
Դիանա Գրիգորյանը հաճախ է խաղում հակադրությունների վրա, ուժեղ տղամարդու կողքին դնում է նուրբ, բայց ներքին ուժ ունեցող կին, իսկ արտաքին հանգիստ կերպարի մեջ թաքցնում է մեծ ցավ կամ գաղտնիք։ Եթե այս գիծը զարգանա, ապա հեռուստադիտողը ականատես կլինի ոչ միայն սիրո ծնունդին, այլ նաև նրա կոտրումներին, վերածնունդին և հնարավոր զոհաբերություններին։ Հեռուստադիտողների համար սա նաև հոգեբանական հետաքրքիր փորձ է նույն դերասաններին, որոնք արդեն սովոր էին ընկալել որպես քույր ու եղբայր, տեսնել լրիվ այլ հարաբերության մեջ։ Սա պահանջում է դերասանական մեծ վարպետություն, և հենց այստեղ Անի Մեհրաբյանն ու Լևոն Մկրտչյանը հնարավորություն ունեն ամբողջովին փոխել իրենց էկրանային կերպարը և նորից զարմացնել հանդիսատեսին։ Գոյամարտում սերը հավանաբար չի լինի առաջնային թեմա, բայց կլինի այն թելերից մեկը, որը կապելու է բոլոր իրադարձությունները, երբ սյուժեն սրվի, երբ մարտերը դառնան ավելի վտանգավոր, հենց սիրային գիծն է լինելու այն, ինչի համար հերոսները պատրաստ կլինեն ռիսկի դիմել։ Սա այն սերն է, որը ծնվում է աղմուկի, ցավի և վտանգի մեջ, բայց հենց այդ պայմաններում է ստուգվում դրա իսկությունը, և եթե այս զույգն իսկապես ձևավորվի, ապա գոյամարտը կդառնա ոչ միայն պայքարի, այլ նաև սիրո համար մղվող մարտի պատմություն։ Ինչպես միշտ, ամենակարևոր հարցերը մնում են բաց՝ կդիմանա սերը գոյամարտին, թե կկործանվի դրա ծանրության տակ։